Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 14-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Հայաստանի եւ Հայաստանի շուրջ իրադարձությունից, որտեղ մի քիչ Ադրբեջանը իրավիճակը սրում է, մի հատ հասկանանք ինչու է սրում եւ մեր իշխանությունները ինչու են դա ավելի մեղմ ցույց տալիս, որն է դրա պատճառը։ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան այս պահին հարաբերականորեն կայուն է իրադրությունը, այդ ձեր վկայակոչած կրակոցները, որոնք երբեմն տեղի են ունենում, դրանք ոչ նշանառու անհասցե կրակոցներ են, կարող եմ ասել սակավաթիվ։ Դիտարկմանը բնակիչներն ասում են ավելի ինտենսիվացել ու ավելի շատացել են կրակոցները եւ աշխարհագրությունն է ընդլայնվել, Սարգսյանն ասել է. Զինված ուժերն իրենց լիազորությունների եւ պարտականությունների շրջանակներում բնականաբար կատարում են իրենց աշխատանքը եւ առաջնահերթ խնդիրն անվտանգության ապահովումն է այս պահին։ Ես նորից ցանկանում եմ կրկնել, որ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է եւ որևէ խնդիր ծագելու պարագայում մենք անմիջապես տեղեկատվություն կտրամադրենք։ Իդեպ ուշադրություն, այսօր երբ որ ինքը ասել է ապրիլի 13-ին ժամը 22:20, այսինքն գիշերը, արդեն Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, իսկ ինքը պաշտպանության փոխնախարարն է, որ ժամը 22:20-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, տուժածներ չկան։ Այսինքն պաշտպանության նախարարությունն ասում է, որ կրակել են գյուղի վրա, իսկ պաշտպանության փոխնախարարը ասում է, որ տենց անկանոն կրակում են, որևէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է։ Ես չգիտեմ, մեզ թույլ կտան, կարող է խնդիր ունենանք, բայց երևի պրոֆեսիոնալ մարդիկ կարող են, չէ՞ գնալ համապատասխան պաշտպանության փոխնախարարը, որ ամենայն հավանականությամբ պաշտոնյաները բոլորը Երևանում են ապրում, գիշերը գնան մի հատ իրանց դեմ տան դիմաց ուղակի օդ կրակեն։ Նենց կեղծ պատրոններով, բան չէ, նենց ուղակի սենց մարտական փամփուշտով չէ։ Մի հատ օդ կրակեն, տենանք այդ պաշտոնյաները տանից դուրս գալուց մի հատ պամպես տակի չեն հագնում մի հատն էլ վրից։ Այդ որ սենց հանգիստ ասում եք անկանոն կրակում են, մարդը որ ապրում է սահմանին կպած, եւ այդ անկանոն կրակոցները լսում է, նույնիսկ տեսնում է, այնպիսի պատրոնով են կրակում, փամփուշտով որ նույնիսկ տեսնի։ Նրա վիճակը պատկերացնում եք։ Սովորական խաղաղ բնակիչ է։ Այդ մարդը որևէ մարտական առաջադրանք չի կատարում իր տանը ապրելով։ Ինչ եք այդ մարդուն ասում, որ ամեն ինչ, այսինքն ինչի եք տենց փոքրացնում, տենց մեղմացնում Ադրբեջանի արածը, իմաստը որն է։ Ադրբեջանը ձեր չարածն է ներկայացնում արած, դուք նրա արածը ներկայացնում եք, ասում եք ինչ եք խառնվել, երբ ամեն ինչ նորմալ է։ Ես ուզում եմ իմանամ, այդ իրանց հետ կատարվածը տենց ամեն ինչ նորմալ կլներ։ Իսկ հիմա Ադրբեջանը հերիք չի կրակել, սա արդեն երկրորդ դեպքն է, որ ուղիղ նշանառությամբ խփում են նաև բնակավայրերի։ Օդ կրակելով միշտ մերոնք արդարացնում են, դե լավ, մեր ուղղությամբ չեն կրակել, անընդհատ մեղադրում են, որ մեր կողմից են իրանց կրակել։ Հիմա Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։ Հայաստանի կողմից տարածված տեղեկությունը, թե իբր ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Խանազախ բնակավայրի ուղղությամբ, որի հետևանքով վնաս է հասցվել մշակույթի կենտրոն, անհիմն է եւ չի համապատասխանում իրականությանը եւ ապատեղեկատվություն է։ Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտների վրա։ Մեր բանակը համարժեք միջոցներ է ձեռնարկում միայն մեր դիրքերը հրետակոծող հայկական զինված ուժերի սադրանքներին ի պատասխան։ Նման ապատեղեկատվություն տարածելով հակառակորդը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել միջազգային հանրության մոտ եւ փորձում է թաքցնել վերջին օրերին իր կողմից իրականացվող սադրանքները, որը պարբերաբար տարբեր ուղղություններից գնդակոծում է ադրբեջանական բանակի դիրքերը, նշվում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչը ես ներկայացնում եմ հայկական լրատվականներից։ Հիմա դուք կարդում եք, մարդիկ կարդում են այս ամեն ինչը, ուզում են մի հատ հոդաբաց բացատրություն լսեն։ Ադրբեջանը ասում է ապատեղեկատվությունը, դուք գնացել եք ֆիքսել եք, որ կրակել է։ Եթե դուք գիտեք, որ Ադրբեջանը այդպիսին է, հասարակության այդ խաղաղությանը, որ տրամադրում եք, հերիքա դուք խոսակ, ինչ պատերազմ, իրական Հայաստան, հերիքա ինչ եք խոսում, հանգստացեք վերջապես, մենք պետք է հարևանների հետ հմուտ ձևով բանակցենք ու վարվենք, որպեսի դրսի աջակցություն չունենանք։ Այս ամեն ինչը ով է ամեն օր այս վիճակի պարագայում հասարակությանը տրամադրում խաղաղության։ Հասարակությանը այս վիճակում խաղաղության տրամադրելը դա նշանակում է հասարակությանը տրամադրես կապիտուլյացիայի, խաղաղ պայմաններում։ Դա արդեն խաղաղության կոչ չի։ Խաղաղության կոչը հիմա չի որ արվում է, որտեղ տեսնում ես, որ դիմացինը դա չի ցանկանում։ Ինքը կրակում է, հերքում է, դու չես կրակում, գցում է քո վրա։ Այդ նույն միջազգային հանրությանը անդադ բողոքում է Հայաստանից։ Հայաստանը կրակեց, Հայաստանը զինվեց։ Հիմա մենք ասում ենք լավ, մեր հարևանը սա է, մենք նրան ընկալում ենք որպես թշնամի եւ նայից ոչ մի լավ բան չենք սպասում, բայց իշխանություններ մենք ամեն օր համոզում ենք, որ այդ մարդկանց հետ մենք նորմալ խաղաղ կարող ենք ապրել։ Դե ասենք, դե արեք այդ անդերը տենանք ձևը սովորենք։ Արեք մի հատ տեսնենք, որ ձեր մոտ ստացվում է, անկախ նայից մեր սրտով է, մեր սրտով չի, ընդունենք, որ եթե մեր երկրում անվտանգությունն է, մեր հասարակությունը դա է ուզում ու վերջ, ամեն ինչ նորմալ է, ինչ խնդիր կա։ Բայց դուք ինքներդ չեք կարողանում այդ խնդիրը լուծել, բայց հասարակությանը մեղադրում եք, թե չեք հասկանում, որ ճիշտը խաղաղությունն է։ Մենք հասկանում ենք, ուղղակի հասկանում ենք նաև, որ դուք ոչինչ չեք հասկանում։ Ոչ միայն չեք հասկանում, չեք էլ կարող որևէ բան անեք։ Եվ իրականում ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է. Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես խիստ մտահոգված եմ սահմանային լարվածության աճով։ Հուսով եմ, որ եվրոպական առաքելությունը, որը տեղակայված է տեղում, կարող է ամրապնդել իրավիճակը արդյունավետորեն դիտարկելու եւ այդ լարվածությունը զսպելու համար։ Խաղաղության պայմանագիրը պետք է վերջապես ստորագրվի, իսկ կամայականորեն ձերբակալված անձինք եւ գերիներն ազատ արձակվեն, ասել է Ֆրանսիայի արտգործ նախարարը։ Այսինքն Ֆրանսիայի արտգործնախարարն ավելի մտահոգված է, քան Հայաստանի արտգործնախարարն ու վարչապետը։ Դե վարչապետը չեմ ասում, գյուղերն ընկածն այդ ջրի վինտիլներն է փագում, այդ հասկացանք։ Արտգործնախարարն էլ դե այդ քաղաքականությունն է ներկայացնում։ Հիմա տեսնում ենք իր հարցազրույցներից, այս մի քանի օր անդադ դրանց անդրադարձել ենք, էլի։ Մենք էս ենք ուզում, նրանք չեն ուզում, մենք էս ենք առաջարկում, նրանք չեն անում։ Հիմա այսօր ինչ է ստացվում։ Ժորժ ջան, կարող եմ մի հատ պայմանավորվեք Ֆրանսիայի հետ, ասեք ընկեր, ձեր արտգործնախարարության հետ պայմանավորվենք, պայմանագիր կնքենք։ Պատվիրակենք ձեզ, մեր շահերը ներկայացրեք, էլի, որտեղ մերոնց մոտ դա չի ստացվում, մերոնք թուրքերին ու ադրբեջանցիներին տենում են, անմիջապես ընկնում են ոտերը, չեն էլ հասցնում դեմ դիմաց աշկերի մեջ նայեն, չեն հասցնում, միանգամից ոտերն են ընկնում, ժողովուրդ ջան, մարդապետ, որ ոտի վրա կանգնած մնա, ուրիշ բան չենք ուզում, ժողովուրդ ջան, մի էլ բանակցեք, ուղղակի որ թուրք ու ադրբեջանցի տենում եք, ոտերը մի ընկեք, դեմներդ գոնե կանգնած մնացեք ոտերի վրա։ Իսկ հիմա Ադրբեջանի արտգործնախարարությունը արդեն ներողություն Ֆրանսիայի արտգործնախարարությունը արդեն Ադրբեջանը հակադարձում է, չնայած այդ ամեն ինչով լավ է, ինչքան իրանք Ֆրանսիայի հետ կոնֆլիկտ են ստեղծում, այնքան արդարացվում է Ֆրանսիայի հետ կապված, որ մենք առարկայական աշխատենք ու ասենք հիմա տեսնում եք ձեր հարաստին ոնց են գնահատական տալի, բա պատկերացնում եք մեր վիճակը, դուք հզոր երկիր եք, Ֆրանսիան նույնիսկ եթե ավելի մեծ չի իր համախառը ներքին արդյունքով կամ բնակչության թվով քան Գերմանիան, բայց ակնհայտորեն մինչև հիմա Ֆրիդրիխ Մերցը, որը կդառնա կանցլեր, մի քիչ էլի կակտիվացնի դիրքերը, որ ինքը դառնա առաջինը այսպես լիդերություն ստանձնի, գոնե գիտենք, որ Եվրոպայի լիդերություն ստանձնած պետությունն է։ Մենակ սովորական մի հատ ուժեղ պետություն չի, էլի, Եվրոպայի լիդերություն ստանձնած պետությունն է։ Բարեբախտաբար այդ մարդիկ համառորեն Հայաստանի շահերը պաշտպանում են։ Հիմա դե մենք հասկանանք, բա մենք ինչ ունենք անելու։ Մենք էլ արդարացնում ենք, որ Ադրբեջանը օդ է կրակում, հա։ Ֆրանսիայի, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի տարածաշրջանում լարվածության վերաբերյալ հայտարարությանը։
Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահացու զենքերի մատակարարումը, ինչպես նաև երկարատև հակաադրբեջանական դիրքորոշումը, որոնք չեն ծառայում խաղաղությանը, հակասում են նախարար Ժան-Նոել Բարրոյի արտահայտած մտահոգությանը տարածաշրջանային լարվածության վերաբերյալ։ Այս երկվությունը բացահայտվում է Ֆրանսիայի երեսպաշտությունը հայտարարել է Ադրբեջանի պաշտոնյան։ Ըստ Հաջիզադեի, թեև խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքների ավարտը կարևոր զարգացում է, խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ երկարատև կայունությունը պահանջում է լուծել հիմնական խնդիրները, մասնավորապես Հայաստանի սահմանադրության մեջ տարածքային պահանջների հարցը, դադարեցնել անկայունացնող արտաքին միջամտությունները, այդ թվում Ֆրանսիայի կողմից ավելին մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական գործընթացներին խոչընդոտելը ոչ միայն միջամտություն է ներքին գործերին, այլև խաթարում են նման հանցագործությունների համար պատասխանատվությունը, ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։ Իսկ հիմա հարցածագում Եթե ընդամենը վերջերս, որ դա ձեզ ներկայացրել եմ, Ադրբեջանն ասում է, քանի խաղաղության պայմանագիր է ստորագրված, չի դա էլ Ալիևն է ասել, քանի խաղաղության պայմանագիր է ստորագրված, չի լարվածությունը միշտ էլ լինելու է։ Բայց եթե լարվածությունը լինելու է, դուք էլ հայտարարում եք, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու, մինչև սահմանադրությունը չփոխեք։ Հայաստանից էլ ասել են սահմանադրությունը կփոխենք 2027 թվականին, այսինքն 2 տարի այդ լարվածությունը դուք մեզ խոստացել եք նախագահի մակարդակով, բայց դեպքում հարցածագում, բան չի չպետք է զինվենք։ Դե կողմնորոշվեք։ Կամ ասում եք խաղաղություն պետք է լինի, որ լարվածություն չլինի, այլապես լարվածություն լինելու է, լարվածությունով շանտաժ եք անում։ Հետո էլ ասում եք բան չես զինվում։ Որովհետև խաղաղություն չկա։ Որովհետև քանի խաղաղության պայմանագիր չկա, պատերազմ չլնելը չեք երաշխավորում։ Ավելի պարզ ոնց բացատրել։ Պարզ պետք է իրենց բացատրել, բայց դեպքում եկեք ստորագրենք, ի՞նչն է խանգարում։ Խանգարում է սահմանադրությունը, եկեք ստորագրենք, դրանից հետո այդ գործընթացը անենք։ Իսկ հիմա Արարատ Միրզոյանը, որ հասցրել էր հետ գալուց մի հատ էլ թուրքական NTV հեռուստաընկերության արձազրույց էր տվել, այն ծավալուն միշտ նույն բաները, որ ասում է դրան չանդրադառնամ, բայց մի հարցի է այդ մասը կարճ անդրադառնամ, մնացածի մասին շատ խոսել ենք։ Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիր, եթե մենք շարունակենք սահմանազատման գործընթացը եւ այս ամենի արդյունքում հասնենք կայունության, ապա սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից կզգան անվտանգություն եւ կկարողանան ապահով կազմակերպել իրենց առօրյա կյանքը, ապա մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն նույնպես չի լինի։ Մշտադիտարկումը կանգնած, Ադրբեջանը կանգնում մեծ ստախոսության մեջ մեղադրում ու ասում մենք չենք կրակե այդ պարագայում։ Հիմա լավ, Արարատ Միրզոյանի ասացից ինչ ենք հասկանում։ Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիր եւ մենք շարունակենք սահմանազատման գործընթացը, այդ ժամանակ նոր կկարողանան ապահով կազմակերպել իրենց առօրյան եւ կզգան անվտանգ։ Այսինքն սահմանազատման գործընթացը կարող է 30 տարի տևի։ Մինչև հիմա Վրաստանի հետ սահմանազատում չեկարել, պրոբլեմ էլ չունեք։ Ոչ որպես պետություն պրոբլեմ ունեք, ոչ էլ տարածքային պրոբլեմ ունեք։ Ունեք նվազագույն ուղղակի ճշգրտումներ։ Բայց ի՞նչն է խանգարը մինչև հիմա սահմանազատում չեկարել։ Ադրբեջանի հետ սահմանազատումը ուրեմն մինչև չանեք։ Խաղաղության պայմանագիրը 2 տարի, սահմանազատումն է 30 տարի։ Այսինքն այդ ամբողջ ընթացքում օբյեկտիվորեն մարդիկ պետք է անվտանգ իրանք չզգան եւ չպետք է կարողանան կազմակերպել ապահով ձևով իրանք առօրյան։ Այդ եք ասում։ Բայց պարագայում, բայց մի բան ալում, վայ Տրամպը էս ասեց, Ադրբեջանին տեղը դրեց, հիմա տեսեք իրան էս արեց, այդ Նիկոլ Փաշինյանի սազանդարներն սկսում են մի նենց ճաճանճափայլ մտքեր ասեն, ժողովուրդ, երբ որ դուք Նիկոլ Փաշինյանին պաշտպանում եք ու ներկայացնում եք, թե Ադրբեջանին ոնց են խեղճացրել։ Եթե դուք Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության վրա եք հիմնվում, Նիկոլ Փաշինյանի առաջի դեմքը արտաքին քաղաքական դիվանագիտության, դա արտաքին գործերի նախարարն է։ Հիմա այս մարդու ասածներից դուք հասկանում եք, որ Ադրբեջանին պատին են սեղմել, թե պաշտպանության նախարարության հայտարարություններից եք հասկանում։ Այսինքն մարդկանց չեք հասկանում, որ այս մարդիկ չեն խաբվում ձեր ասածների վրա։ Այդ իրիկնային հեքիաթը հանգիստ թողեք։ Մարդը եթե ինքը
մարտունակ ձևով պատրաստված է, որ գիտի ինչ-որ խնդրեմ կա, նրա մարտական ոգին էլ է կարևոր, պայման չի զենքը ձեռին սահմանին կանգնացելի։ Ադրբեջանը նաև ուսումնասիրում է քո երկրի տարածքում մթնոլորտը, հոգեբանությունը, նա ուզում է հասկանալ քո հասարակությունը պատրաստ է պայքարի թե չէ, ամբողջ հասարակությունը մի բռունց դառած պատրաստ է պայքարի թե չէ։ Ռուսաստանը ինչի վրա էր հաշվարկել իր հարձակումը, որ երկիրը կպառակտվի, որ այնտեղ ռուսամետ ուժերը կանցնեն իր կողմը, աղոհացով կդիմավորեն, ինչի վրա էր ինքը վստահ, որ 3 օր է տևելու, այդ պառակտումների, այդ ամեն ինչի, որ կարծում էր, որ ժողովուրդը պատրաստ չի պատերազմի, չէ, որովհետև այդ կարգի ռուսամետ ուժերը անընդհատ դրած հասարակությանը տրամադրություններ էին սրսկում, որ ինչ իմաստուն է Ռուսաստանի դեմ առճակատման գնալ, իրանք մեր հարազատն են, մեր բարեկամն են եւ այլ, այս արևմուտքն է մեզ լարում, արևմուտքն է իրար դեմ հանում, ու իրանք խաբվել էին այդ համացանցային ակտիվիստների վրա, որոնք որ մի քանի հոգի են, բայց մի հատ այնց ամբողջ համացանցը իրանցով լցրել են եւ տպավորություն են ստեղծում, որ հանգիստ կարող եք հարձակվել։ Մեր մոտ հիմա այդ հասարակական տրամադրությունների վրա պետական մակարդակով իշխանությունն է անում, որ ինչ եք անում, մենք ուզում ենք խաղ ապրենք հարևանների հետ, դուք ինչ եք խոսում անընդհատ, ինչ ռևանշիզմ, այդ տենց եք անում, դրա համար Ադրբեջանը լարվում է եւ ասում է սահմանադրությունը փոխեք, թող ժողովուրդը փոխի, որ իմանանք մեր նկատմամբ պահանջ չունենք։ Մեր իշխանությունն է դա անում, Ուկրաինայում լա ռուսամետ ուժերն էին անում։ Մեր մոտ իշխանությունն է պետական մակարդակով դա տանում, բայց դրա համար էլ Ադրբեջանը sense լկտի է իրան պահում, բայց այդ բոլոր ձեր թվարկածները, որ Ադրբեջանին ճնշել են, բա ինչ պատահեց։ Ինչի՞ է նորից շարունակում պնդե համառորեն, որ ասма գիտեք ինչ, բան ենք անելու, մինչև սահմանադրությունը չփոխեք չենք գնալու պայմանավորվածության։ Ինչի՞ է որ երեք Արարատ Միրզոյանը կանգնում ասում է լագոնեն արձագանքում էին, որ բերեք սահմանը բացենք, կոմունիկացիաները բացենք, հիմա ընդհանրապես շատ սառն են դրան վերաբերվում, չեն էլ ուզում լսեն։ Այսինքն իրենց դիրքերը կոշտացրել են։ Ինչ պատահեց, որ դիրքերը կոշտացավ։ Մի հատ չեք գտնում ձեր դիվանագիտական սխալը, որ անդադ ասում ենք զիջելով հաջողություն չեք ունենա։ Արարատ Միրզոյանը կանգնում է ասում է գիտեք ինչ, հերիք հայելի անցյալից խոսանք 100 տարի առաջ ով ում սպանել։ Բերեք այդ մի կողմ դնենք, որպեսզի գնանք իրար հետ նորմալ հարաբերվենք։ Պատկերացնում ես գնացել ես սպանողին, ասում ես բերեք մի կողմ դնենք։ Սպանողը պետք է մտածի, ասի հերիքա հիշացնեք, լավ ինչ եղել է եղել, ժողովուրդ ջան, եկեք հանգիստ իրար հետ ապրենք։ Զոհը գնում է դահիճին համոզում է, ասում է դե հերիքա էլի դու հիշես անցյալը։ Եթե դու քո անցյալից հրաժարում ես, որպեսզի նա այդ բարեկամ դառնաս, նա է քո անցյալը հիշացնում ու քեզ մեղադրում։ Հիմա ինքն է քեզ մեղադրում, ասում է անցյալը Հայաստանի իմ տարածքն է եղել, անցյալը մեզ իմն է եղել, որտեղ դու քո անցյալից հրաժարում ես հանուն այդ խաղաղության։ Հետո էլ բողոքում ես, որ այդքանից հետո չեն համաձայնվում, չպետք է համաձայնվեն, բանակցային սեղանին ինչ ուզում են ստանում են, պատերազմը թողել են հարմար առիթի, դե մի հատ տեսնեն աշխարհաքաղաքական իրավիճակը, բայց երբեք մտքից չեն անել, մտքից որ հանածել են, սադրանքներն ինչի են անում, մտքից որ հանածել են, երեք էինք խոսում դրա մասին, որ Արարատ Միրզոյանն ասում էր, ամեն պայման տալիս ենք անխոչնդոտ անցնելու, էլի չեն համաձայնվում, բա մարդիկ է պարզ հարց են տալի, բա որ դրան չեն համաձայնում, բա ինչ են ուզում։ Իսկ հիմա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն էլ Արարատ Միրզոյանի այս ասացից հետո եմ նա Ջեյուն Բայրամովը Բաքվում Լիտվայի արտաքին գործերի փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ ինչ ասել։ Զրուցակցին էլի դժգոհել է Հայաստանից եւ Հայաստանի կողմից շարունակվող տարածքային պահանջներից, որոնք պարունակում են Հայաստանի սահմանադրության մեջ, մի շարք օրենսդրական ակտերի մեջ, որոնք բխում են այդ սահմանադրությունից։ Հայաստանի արագ ռազմականացումից, ինչպես նաև ԵԱԿ Մինսկի խմբի եւ համապատասխան կառույցների հարցից, որոնք անցյալում մնացած հակամարտության մնացորդներ են, ասվում է հայտարարության մեջ։ Այսինքն, էս էլ իրանց արտգործ նախարարության հայտարարությունը ում բռնացնում են, այս նույն բաներն ասում են։ Հարց է ծագում, դուք ում հետ եք ուզում խաղաղության պայմանագիր ստորագրեք եւ մեր հասարակությանն էլ տրամադրում եք խաղաղության։ Ում հետ եք դա անում։ Այս երկրի հետ։ Իսկ հիմա մի հատ է Ռուսաստանն է մեզ հերթական անգամ սպառնում մի հատ կողմնորոշվեք ինչ ա կատարում։ Էնպես չէ որ առաջի անգամ են ասում, բայց այս պահին այդ թեման չկա էլ չէ էլ արծարծվում։ Այդ իրանք դիտավորյալ են սրում կողմնորոշվեք։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինն ասել է.
Օբյեկտիվորեն միաժամանակ անդամակցել ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհնար է, քանի որ այդ միտումներն ունեն տարբեր մաքսային եւ միություններն ունեն տարբեր սակագնային եւ մաքսային կարգավորումներ։ Դրանք ըստ էության տարբեր տնտեսական բլոկներ են։ Ըստ այնմ մեր հայ գործընկերները հավանաբար ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում դեպի Եվրամիություն ինտեգրում, թե ԵԱՏՄ-ի միջոցով եվրասիական ինտեգրման շարունակական մասնակցություն։ Անդամակցությունը ԵԱՏՄ-ին, շատ ուշադիր նայեք, սա արդեն ակնհայտ սպառնալիք է։ Անդամակցությունը ԵԱՏՄ-ին ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը, այդ մասը չէ, դա կասեմ։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին Հայաստանի հնայի աճի համար շատ նշանակալի թվերով։ Մյուս կողմից, ինչ է Եվրամիությունն այս փուլում Հայաստանի եւ այլ երկրների համար։ Սա պահանջների եւ չափանիշների մի շարք է, անդամակցության մշիշոտ հեռանկարով։ Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երևանը ներկայումս ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։ Սա այն դեպքում, եւ որ նույնիսկ Եվրամիության անդամակցության գործընթացի օրենքը ընդունելուց էլ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ասին, որ սա անդամակցության հայտ չի։ Ընդհանրապես իրանք ամեն ինչ արեն այդ օրենքը ընդունելով այնպես անեն, որ այդ 60,000 ստորագրությունը նրա համար էր, որ օրենքի նախագիծ ընդունվեր, դա օրենք դառնար, որպեսզի հանրակրվե արվեր եւ հանրակրվեի արդյունքում պարտադրվեր իշխանությանը դիմում գրել, բայց իրանք նենց արեցին, որ օրենքով բավարարվեցին։ Այսքանից հետո էլ սրանք էլ էս զիջեցին, այդ դրա համար էլ Ռուսաստանն է հիմա շարունակում սպառնալ։ Ուրեմն որ Երևանը ներկայումս ունի ԵԱՏՄ գծով եւ գործընկերներ, սա հավանաբար բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում ցավոտ Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը կբացատրի, թե ինչ կարող է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով եւ իրականում ինչ կարող է շահել Եվրամիության անդամակցությունից։ Այսօր էլ Եվրամիության երկրների յուրաքանչյուրի հետ Հայաստանի ապրանքաշինարարությունը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ։ Էլ չենք խոսում այն մասին, որ ԵՄ-ն բացահայտ ուշադրություն, Եվրամիությունը բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ։ Այն կայանում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու եւ մեր երկիրը թուլացնելու, ուկրաինական ճգնաժամի քաղաքական եւ դիմանագիտական կարգավորմանը նպաստող գործողություններն արգելափակելու, Ռուսաստանի եւ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում նրա ռազմավարական գործընկերների եւ դաշնակիցների հարաբերություններում սեպ խրելու փորձերից։ Պաշտոնական Երևանում հուսով եմ տեսնում են այս իրավիճակը եւ համապատասխանաբար գնահատում, ասել է Գալուզինը։ Այսինքն նույնիսկ եթե Հայաստանը մի հատ անշարժ օրենք ընդունել, որի մեջ ոչ ժամկետներ կա, ոչ պարտավորություններ կա, ոչ կոնկրետ գործողություն կա, անգամ այդ պարագայում ասում է, որ Եվրամիությունը այսօր Ռուսաստանի թշնամին է։ Ռուսաստանին ուզում է ռազմավարական պարտության մատնի, ոնց կարա նա լինի Հայաստանի գործընկերը։ Այսինքն Հայաստանին ասում է դու իմ թշնամու գործընկերն ես, կողմնորոշվի, որոշի։ Հիմա մենք չենք կարող Եվրամիությանն ասենք ընկեր, դրել է մեր դեմը, հիմա խեղդում է, ասում է դու մեր թշնամու գործընկերն ես, ուրեմն դու ես մեր թշնամին։ Հիմա դուք մեզ ինչ եք ասում, կոնկրետ ասեք, մենք հասկանանք։ Այսինքն մենք քայլ ունենք անելու անենք, հասարակությունն ունի հասարակությունն անի։ Ինչպես տեսնում եք, այդ հարցը միանգամից մի հատ օրենքի ձևով սառեցվեց ու լռեցվեց, ոչ մի բան չի արվում։ Իշխանությունն էլ կոնկրետ ոչ մի բան չի անում, բայց սպառնալիքներ Ռուսաստանից ստանում է, նույնիսկ այսքանի համար, նույնիսկ ոչինչ չանելու համար սպառնալիք հաստանում, բայց դրա պատասխանով պետք է տա։ Սպառնալիք ստանանք Ադրբեջանից, սպառնալիք ստանանք Թուրքիայից, Թուրքիան ասի մինչև Ադրբեջանի հետ հարաբերությունը չլավացնես այս կողմերը չերևաս, սպառնալիք ստանանք Ռուսաստանից, մենք ինչ անենք։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայել Բաղային հայտնել է. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շաբաթվա վերջին ծրագրված այցով կմեկնի Մոսկվա։ Ընդգծում եմ, սա նախապես ծրագրված այց է, բայց իհարկե այս հնարավորությունը կօգտագործվի Մասկատում, այսինքն Օմանի մայրաքաղաքում կայացած Իրան-ԱՄՆ բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները քննարկելու համար, ասել է Բաղային։ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Հռոմում։ Հիմա տեսնենք ինչա ստացվում։ Այսինքն
Իրանը գնում Ամերիկայի հետ հանդիպում, անմիջապես գնում է զեկուցի Ռուսաստանին, թե ինչ են քննարկել։ Ինչքան ուզում ասի այդ այցը նախապես պլանավորած էր, բայց գիտի որ չի կարա թաքցնի, ասում է որ քննարկվելու է, թե Ամերիկայի հետ ինչ են խոսացել։ Այսինքն ինքը գնում է Ռուսաստանին որպես իր գործընկեր, մեկուսացված Իրանը լավ է ինքը հասկանում է, որ հիմա պետք չէ Ռուսաստանից կտրվել, լավ էլ գնում է Ռուսաստանին ներկայացնի, թե ինչ են պայմանավորվել։ Անմիջապես հաջորդ հանդիպումից առաջ համապատասխան ցուցումները ստանան ու գան։ Բայց ուշադրություն դարձրեք, այս հարցը տենց հեշտ չի փակվելու։ Մեր համար գիտենք խնդիրը, ամեն օր խոսում ենք դրա մասին, որ նորմալ ձևով պայմանավորվել է ամենաշատ մեզապետ քան իրանց։ Բայց ուրիշ խնդիր կա։ Ամերիկան այսօր իրան այդքան ուժեղ չի զգում, որ Իրանին ասի, գիտես ինչ, քո միջուկային օբյեկտները լրիվ պետք է վերացնես, որ մենք վստահ լինենք, որ դու հարստացված ուրան այլևս չունես, այն չափի հարստացված, որ կարող է մի քիչ աշխատանք տանես, դա դառնա ռումբ։ Այսինքն, եթե ինքը այդ օբյեկտները չվերացնելու պայման չդրեց Ամերիկան, իսկ հիմա ինքը ռիսկ չի անում այդ պայմանը դնի։ Ընդհանրապես ասում է, այս վիճակով սառեցնենք։ Այն ինչ որ արել է, այս վիճակով սառեցնենք, հանգիստ իր դյոլա գնանք, փաստաթղթերը ստորագրենք, հանգիստ աշխատենք իր համար։ Բայց այս պարագայում իսկ Իրանն ասում է, որ ինձ խաղաղատումը պետք է, իրազորոշի բաներ չեմ վերացնելու, բայց միջուկային զենք է ստեղծելու ցանկություն չունեմ, եթե սանկցիաներ կկիրառես, ինձ կստիպես, հենց հարվածեք միջուկային զենք կստեղծեմ ստիպված։ Ունեմ ստորգետնի այնպիսի լաբորատորիաներ ու գործարաններ, որի վիճակի եմ ստեղծել, որը դուք ոչ կֆիքսեք, ոչ կկանխեք։ Բայց խնդիրն ուրիշ է։ Իսրայելն ասում է լավ, ենթադրենք Տրամպը մի հատ թուղթ ստորագրեց, առաջի պաշտոնավարման ժամանակ է ստորագրեց, հետո թռավ այդ թղթից։ Ենթադրենք մի հատ թուղթ ստորագրեց ու իր պաշտոնավարման ընթացքում խնդիր չառաջացավ, Իրանն էլ այս վիճակի չակտիվացրեց։ Համապատասխան մարդիկ գնում են տեսչական ստուգումներն անում են, համոզում են, որ Իրանը այս վիճակով սառեցրել է։ Վաղը Տրամպը չի։ Այս զենքը կստեղծի։ Եթե նրան ընդամենը մի քանի շաբաթն է պակասում, որ այդ զենքը ստեղծի։ Խոսքի է գնում 6-ից 8 հրթիռի մասին։ Կոնկրետ մտածում են, որ այդքանի ռեսուրս ունեն։ Իսկ այդքանը Իսրայելը կվերացնի։ Բայց այդ դեպքում հիմա Իսրայելին այս պայմանը համաձայն չէ։ Ամենաշատ ինքն է խառնվել, որովհետև ինքը ոգևորվել էր Իրանին խփեմ, ինքը ոգևորվել էր Գազան դատարկեմ, որ ասում եք, այդ ինչ ես ոգևորվել։ Տրամպի ասածների վրա այդքան որ ոգևորվել ես, դու հասկանում ես, որ պետությունը կործանման տանելու եզրին ես կանգնած, այս ինչ ես անում։ Բայց հիմա այս պարագայում դուք հասկանում եք ինչ է նշանակում։ Եթե Տրամպը հաղթանակ տոնի ու ասի Իրանի միջուկային ծրագիրը դադարեցրել եմ, ոչ թե ոչնչացրել եմ, իսկ այսօր ինքը վիճակի չի ոչնչացնել։ Ուղղակի վիճակի չի, որովհետև սաղ աշխարհի հետ դեմ է դուս եկել, ինքը ոնց է Իրանին դա ստիպելու։ Այդ դեպքում դուք պատկերացրեք, որ Իսրայելը դրանից դժգոհ է մնալու։ Իսրայելը որ դժգոհ մնաց, Ամերիկային փորձի համոզել, շատ դժվար է ասել կհամոզի թե չէ, որովհետև Ամերիկան այսօր չի պատրաստում Իրանին հարվածել, Իսրայելն է այսօր ցանկանում հարվածել, Ամերիկային ներքաշել դրա մեջ։ Եթե Ամերիկան Իրանի հետ պայմանավորվեց, Իսրայելը փաստի առաջ է կանգնում։ Եթե պայմանը եղավ այդ լաբորատորիաները չոչնչացնելը։ Այդ դուք հասկանում եք, դա լրիվ ուրիշ բան է առաջանալու։ Իսրայելը ամեն ինչ անելու է, որ ինքը պրովոկացիայի գնա, հարվածի Ամերիկային դրա մեջ ներքաշի։ Իհարկե դրանից մենք ուրախանալու ոչ մի բան չունենք, որովհետև ցանկացած նման լարվածությունը մեր համար այս անորոշության վիճակում ցանկացած այդ կարգի լարվածությունը պոտենցիալ վտանգ է։ Բայց պետք է նաև ուշադիր լինել, հասկանալ ինչ է կատարվում, որպեսզի նաև կողմնորոշվենք, թե այս երկիրն ուր է գնում։ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչի խոսքը հիմա էս էլ տեսեք մի բան ասում, որը մենք պետք է հասկանանք հիմա, սա որքանով է այս պահին բխում մեր շահերից։ Արդյոք հնարավոր է լրագրողի հարցին ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրում կա այդպիսի հնարավորություն Հայաստանի հետ։ Ըստ ինձ ինչու ոչ, մենք կարծում ենք, որ պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք այդ ուղղությամբ եւ կարծում եմ, որ այդ միտումը կա
երկու կողմերն էլ ցույց են տվել հետաքրքրություն այդ փաստաթղթի ուղղությամբ շարժվելու համար։ Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք լավ փաստաթղթի վրա, որը երկու կողմերի համար կարող է լինել ավելի լավ հենակետ ռազմավարական հարաբերություններ ունենալու համար։ Քանի դեռ երկու կողմերն էլ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը, մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան այս նպատակին հասնելու համար։ Կարող եմ ասել, որ այս պահին նույնիսկ այս կարգի հայտարարությունները մեր շահերից չի բխում։ Մենք Իրանի հետ որևէ խնդրեմ չունենք, բայց արդեն մի հատ զորավարժություն ու ուշադրություն ա գրավել, որ Իրանի հետ զորավարություն ենք անում ում դեմ, ինչն ենք ուզում դրանով կանխենք, մանավանդ երբ որ այն պահին խոսքեր գնում, որ Ամերիկայից են գալու համապատասխան մասնագետներ, որպեսզի մեզ օգնեն Իրանի սահմանը պահելու հետ կապված, եւ մեկ էլ հանկարծ Հայաստանը զորավարժություն անում Իրանի հետ։ Եվ մեկ էլ հիմա այսօր ռազմավարական գործընկերության մի հատ փաստաթուղթ ստորագրվի Իրանի հետ ինչ անենք, ում դեմ, ում կողմից, ինչ ենք դրանով անում։ Հայաստանը, երբ որ ասենք Հայաստանի անունից է նաև ասում, մենք այս ուղղությամբ աշխատում ենք, այս ուղղությամբ քայլեր ենք անում։ Իրանի այս բանակցությունների ու այս լարվածության ֆոնին արդյոք մեզ պետք է որ մեզ այս պահին դրա մեջ ներքաշեն։ Ինչի համար ենք շտապում։ Իրանի հետ այսօրվա ունեցած մեր հարաբերությունները, եթե ինքը ի վիճակի է մեր սահմանին տեր կանգնել, կանի։ Ի վիճակի չի, մեկը լինի իրան տեր կանգնի։ Փաստաթղթով հաստատ դա չի ավելանալու իր ցանկությունը կամ իր ռեսուրսը։ Նենց որ ուզում եմ ասեմ, այս պարագային համենայն դեպս ես չէի ցանկանա, որ Իրանի հետ կապված մենք անընդհատ նման բաներ լսենք։ Մի օր զորավարժություն, մի օր այս կարգի բան։ Հաստատ մեր շահերից չի բխում, որովհետև համապատասխան կենտրոնները ուշադիր հետևում են, թե ինչա կատարվում։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչա կատարվում, արագ փորձենք անցնենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը խոսել է ուկրաինական հակամարտության մասին։ Սա Բայդենի պատերազմն է, սա իմ պատերազմը չէ, սա պատերազմ է, որը եղել է Բայդենի օրոք։ Ես պարզապես փորձում եմ կանգնեցնել պատերազմը, որպեսզի մենք կարողանանք շատ կյանքեր փրկել, ասել է Տրամպը։ Իհարկե հարց է ծագում, ինչի է Բայդենի պատերազմը։ Եթե Տրամպը կանգնում ասում է, որ մեզ օվկիանոսն է բաժանում, ինչի պիտի Եվրոպայով մենք զբաղվենք։ Մենք ինչին է պետք Եվրոպայով զբաղվենք։ Բայց ինչի պիտի Տրամպը զբաղվեր։ Բանը Բայդենը զբաղվեր։ Ինչի է Ռուսաստանը հարձակվում Ուկրաինայի վրա օվկիանոսից այն կողմ։ Բայց դրա մեղավորը Ամերիկայի նախագահն է, երբ որ Ամերիկայի այսօրվա նախագահը կանգնում ասում է, որ մեզ օվկիանոսն է բաժանում։ Կարող է ընտրություններից հետո են Ատլանտյան օվկիանոսը լցրել, ժողովուրդ ջան։ Այդ ջրերը որտեղից են բերել, որ լցրել են Ատլանտյան օվկիանոսը եւ Ամերիկան Եվրոպայից հեռացրել են հիմա։ Այ հիմա արդեն ուրիշ է։ Մեզ օվկիանոսն է բաժան։ Իսկ Բայդենի ժամանակ օվկիանոսը չէր բաժանում։ Ժողովուրդ ջան, ինչ եք ասում, կպատ չէին իրար։ Այսինքն ինչու՞ է մեղավոր Բայդենը, որ Ամերիկան խոստացել է տարածքային ամբողջականությունը Ուկրաինայի երաշխավորի, որ Ռուսաստանը պայմանը խախտել հարձակվել է, միջուկային զենքը ստանալուց հետո։ Լանդհագարակը Բայդենը շատ թույլ է եղել, որ միջև վերջ համառորեն չտարավ առաջ։ Ընտրվել է առիթ հանդիսացավ, որ ասին զգուշավոր մեզ պահենք, հակառակ չվտանգենք, լավ էլ վտանգեցին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը մամուլի հետ շփվելու իր գրաֆիկն ու ոճը համեմատել է Ջո Բայդենի հետ, իրան հանգիստ չի տալի անցյալի հետ կռիվը։ Ինքը տարվել է Բայդենին ընտրություններին։ Հետո ուզում էր այս վերջի ժամանակ հաղթի, այն էլ նաև դուրս եկավ ճանապարհից։ Ինքը տենց անընդհատ Բայդենի հետ կռվում է, չի հաշտվում այդ մտքի հետ։ Ի տարբերություն Բայդենը ես միշտ հասանելի եմ, ինչ եք կարծում, Բայդենը հարցազրույց կտար գիշերը ժամը 2-ին, կատակել է Թրամփը ու գիշերը լրագրողների հետ զրուցելիս։ Միացյալ Նահանգների նախկին առաջնորդն անգամ առավոտյան ժամը 9-ին չէր խոսի մամուլի հետ։ Բայդենին մի հատ ջախ հետ, ժողովուրդ ջան, ամեն ինչ նորմալ է։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ կողող չունի Դոնալդ Տրամպի այցը Ուկրաինա, որպեսզի նա իր աչքով տեսնի ռուսական հարձակման հետևանքները։ Մենք հարգում ենք ձեր դիրքորոշումը, բայց խնդրում եմ նախքան որևէ որոշում կայացնելը բանակցությունների որևէ ծրագիր, եկեք եւ նայեք մարդկանց քաղաքացիական անձանց զինվորներին, հիվանդանոցներին, եկեղեցիներին, երեխաներին, որոնք ավերվել կամ մահացել են, ասել է Զելենսկին։ Իդեպ Ֆրիդրիխ Մերցը, որը ինչպես սպասվում էր մայիսին կստանձնի Գերմանիայի կանցլերի պաշտոնը, կարծում է, որ Բեռլինը պետք է Ուկրաինային Տաուրուս հեռահար հրթիռներ մատակարարի։ Մերցի խոսքով Տաուրուսը, որի շարավեղը մինչև 500 կիլոմետր է, կարող է մատակարարվել Կիևին, եթե նախաձեռնությունը համաձայնեցվի Ուկրաինայի մյուս դաշնակից երկրների հետ։ ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարում է հրթիռներ, Ֆրանսիան եւ Բրիտանիան մատակարարում են։ Մենք նույնպես պետք է մատակարարեինք, ասել է
մերձու ճիշտ է ասել։ Օլաֆ Շոլցը շատ վախեցավ Տաուրուսը տալուց, շատ ձգեց, իսկ դա շատ լուրջ որակական փոփոխություն կաներ, միայն 500 կիլոմետրի հարցը չի, 1000 կիլոմետրի վրա էլ է Ուկրաինան հարվածում, որովհետև Տաուրուսը նաև որակապես լրիվ ուրիշ հրթիռներ է, կարող է նա հարվածել նաև բունկերներին, կարող է նաև հարվածել կամուրջներին, կարող է նա բացի դրանից էլ ինքը այնպիսի խելացի հրթիռ է, որը առաջի իսկ արգելքը դեմը որ դնում են կարողանում է հաղթահարի նոր հարվածի, այսինքն կեղծ որևէ թիրախի չի հարվածում եւ արդյունավետությունը կորցնի այդ հրթիռի, որակական առումով բացի Գեշջգրիտը շատ խելացի հրթիռ է եւ ցավոք որ այդ հարցը իսկապես Օլաֆ Շոլցը չարեց ու այդ մասին նրանք ովքեր իմ խոսքին հետեւում են գիտեն ինչքան եմ ասել, շատ կոպիտ սխալ թույլ տվեց Գերմանիան, նրանք էլ էին ցանկանում այնց անել ընտրությունների խնդրեմ չունենան կամ հաղթեն, այդ դրա համար դրա պատճառով տուժեցին։ Ֆրիդրիխ Մերցը նաև հավելել է. Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան պաշտպանական վիճակից եւ սկսեն ազդել մարտի դաշտում իրադարձությունների ընթացքի վրա, որպես ուկրաինական ուժերի հարձակողական գործողությունների հնարավոր թիրախ Մերցը նշել է Ղրիմի կամուրջը, կոչ անելով Ուկրաինայի զինված ուժերին ոչնչացնել այն, քանի դեռ Ղրիմում է գտնվում ռուսական բանակի ռեսուրսների զգալի մասը։ Եզրափակել է Մերցը, իհարկե Ղրիմի կամուրջին եղել է հարվածներ հասցնել է ուկրաինական բանակը, բայց շատ արդյունավետ հարված հասցնելու համար այդ Տաուրուսը դե տայիք, տեսնեիք կամուրջը ոնց էր օթերը հանում, բայց չտվեցիք, բա հիմա տուր տես հանում են թե չեն հանում եւ ոնց են հանում շարքից։ Բայց դա ցույց է տալիս, որ նաև Գերմանիան լիավճռականությամբ գա իր լիդերությունը ստանձնի Եվրոպայում եւ Եվրոպայի տեսանկյունից նայելով մեզ համար շատ ընդունելի է դա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը մեկնաբանելով Սումիի վրա ռուսական հարձակումը հայտարարել է. Ինձ ասացին, որ դա սխալմունք է, բայց ես կարծում եմ, որ դա սարսափելի բան է եւ կարծում եմ, որ այս ամբողջ պատերազմը սարսափելի բան է։ Իհարկե որոշ պաշտոնյաներ Ամերիկայից քննադատել են, դատապարտել են ինչ որ կատարվել է, բայց հիմա Բայդենը էլի փորձում է արդարացնել։ Ինձ ասացին, որ դա սխալմունք է։ Ինչի ես քեզ խայտարակ անեմ, երբ որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է պաշտոնապես, ասում է, որ ապրիլի 13-ին երկրի զինված ուժերը Սումի քաղաքի ուղղությամբ 2 Իսկանդեր-M հրթիռ են արձակել։ Այդ ռուսական ռազմական գերատեսչության հարվածի թիրախը եղել է Ուկրաինայի զինված ուժերի Սևերսկի օպերատիվ մարտավարական խմբի հրամանատարական շտաբի հանդիպման վայրը։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 60 ուկրաինացի զինծառայող։ Կիևի ռեժիմը շարունակում է օգտագործել ուկրաինական բնակչությանը որպես կենթանի վահան, խիտ բնակեցված քաղաքի կենտրոններում տեղադրելով ռազմական օբյեկտներ եւ անցկացնելով զինվորական անձնակազմի մասնակցության միջոցառումներ, ասում է ՊՆ հաղորդագրության հայտարարության մեջ։ Այսինքն կանգնում է Տրամպը ասում է, որ դա սխալմունք է, Ռուսաստանն ասում է մենք գիտեինք, որ այնտեղ մարդիկ հավաքվել են զինվորականներ, բայց քանի որ հավաքվել են ժողովրդի մեջ, մենք հարվածել ենք ժողովրդին եւ այդ զինվորականներին թիրախային հարվածել ենք իմանալով որ խաղաղ բնակիչ են զոհվել, ինչի եք դուք գնացել խաղաղ բնակիչների մեջ հավաքվել, դրա համար մենք խփել ենք։ Ռուսաստանը հաստատում է մի բան, որ Ամերիկայի նախագահը ասում է սխալմունք է եղել, ուրիշ բան էին ուզում խփեն, ուրիշ տեղ են խփել։ Ի՞նչն է սխալմունք եղել։ Մի հատ գոնե համբերատար սպասեք, տեսեք այդ մարդիկ ինչ են ասում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մենք չենք ճանաչում ինչ ասել Ռուսաստանի օկուպացված հողերը մենք դրանք կվերադարձնենք թե երբ եւ ինչպես չեմ կարող ասել Զելենսկին նշել է որ հողերի վերադարձը պատմական մեծ դժվարություն է եւ պատմական մարտահրավեր է մեզ համար կարեւոր է որ պատերազմն ավարտվի արդար խաղաղությամբ որպեսզի խաղաղությունն արդար լինի մեզ անհրաժեշտ է Ամերիկայի աջակցությունը մյուս գործընկերների աջակցությունը որպեսզի նրանք չունենան անորոշություն եւ չներեն Պուտինին, ասել է Զելենսկին։ Ասա էլ ուղղակի ուշադրություն դարձնենք, որ միևնույնն է իրանք համառորեն պնդում են, որ այդ տարածքները ինչպես է զինադադար լինի, իրանք չեն ճանաչելու այդ տարածքները ռուսական։ Այսինքն մեկախնդիրը դրանով չի փակվելու։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը հայտարարել է. ԱՄՆ-ը Չինաստանի վրա ներգործության լուրջ լծակներ ունի։ Առաջին հերթին մենք ամբողջությամբ ֆինանսավորում ենք երկիրը, նրա ամբողջ զարգացումը եւ արդյունաբերականացումը։ Մենք ուրիշ լծակներ ունենք, ես չեմ ուզում խորանալ դրա մեջ։ Բայց կան Չինաստանի անվտանգության համար չափազանց կարևոր շատ բաներ, որոնց կարիքը նրանք ունեն ԱՄՆ-ից, ասել է Սպիտակ տան
Պաշտոնյան, ըստ Միլլերի Չինաստանի համար խելամիտ կլինի գնալ լարվածության թուլացման ճանապարհով։ Ուրեմն այդ մաքսատուրքերը հայտարարվեց բոլորին, մի մասին հանվեց, հիմա էլ ապրանքների մի մասը հանվեց, ամեն ինչ հանվեց, այս կողմ այն կողմ, այսինքն տնտեսվարողը, որ պետք է հասկանար ինչի վրա կառուցի իր բիզնեսը, հասկացավ թե ինչպիսի տատանումների մեջ գցեցին, մի օր դրեցին մաքսատուրք, մի օր հանեցին այս կողմ այն կողմ, այս կարգի քաղաքականությունը ոնց կարող է դուք Չինաստանին կարողանաք ճնշեք։ Դուք հաստատ Չինաստանից ավելի շատ կտուժեք, ում եք համոզում, եթե հասարակությունը արդեն տեսավ, թե մի քանի օրվա ընթացքում քանի անգամ ձեր ծրագրերը փոխվեցին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չեղյալ է հայտարարությունին ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, որպեսզի աջակցի տեղական ընկերություններին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի նախաձեռնած առևտրային պատերազմի պայմաններում։ Ներմուծման մաքսատուրքերի չեղարկումը ուժի մեջ կլինի մինչև 27 թվականի հուլիսը։ Այսինքն իրանք միևնույնն է համարում են, որ այդ առումով այդքան արագ հարցերը չի լուծվելու։ Դրա համար ավելի լավ է իրանք դրան պատրաստ լինեն եւ ուշադիր լինեն։ Մի բան էլ կարճ կարդամ ու անցնենք առաջ, հետո շարունակենք, մեկ ամեն օր խոսում ենք։ Ուրեմն Դոնալդ Տրամփը ինչ ա արել, իր Trump International Golf ակումբում իր արձանն է կանգնեցրել։ Թրամփն ուրախ տրամադրություն ուներ բացման արարողության ժամանակ, նրա դեմքը հպարտությունից փայլում էր, երբ առաջին անգամ տեսել է արձանը։ Արձանը կանգնեցվել է այնպիսի վայրում, որտեղ ակումբի բոլոր այցելուները կարող են տեսնել այն։ Շատ ցավում եմ, որ իր պաշտոնավարման ընթացքում կենդանության օրոք իր արձանից այդքան հուզվում է։ Թողեք այդ արձանը հետո դնեն, էլի, քանի որ մեր մոտ էլ կա հեղափոխական Նիկոլ Փաշինյանն էլ է իր արձանը դրել ճանապարհին, ու մարդիկ ասում են մի օր գլուխն էին պոկում, մի օր ոտը, վերկալան ուրիշ տեղ տեղափոխեցին, անվտանգությունը արձանի պետք է երաշխավորեն, որ մարդիկ ինադը արձանից չանեն։ Ժողովուրդ ջան, հանգստացեք, էլի, վախտը կգա, եթե արժանի կլեք, ձեր արձանը կդնեն։ Դրա համար մի կարճ բան կարդամ, ուղղակի 2006 թվականին Հայկական ժամանակ օրաթերթը իմ հոդվածից մի կարճ հատված կարդամ, իսկ Հայկական ժամանակ օրաթերթը 2006 թվականի խմբագրում էր Նիկոլ Փաշինյանը։ Ադեում համար էին գրում, կարդայր իմանայր ինչ պետք է անես, էլի։ Ուրեմն վերջերս ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի պարտությունից հետո մոլի երկրպագուներն այրել էին առաջատար ֆուտբոլիստ Ռոնալդինոյի արձանը իր հայրենի Բրազիլիայում։ Ասում են երիտասարդ մարզիկն այս առիթով անձնական ողբերգություն է ապրել։ Մինչդեռ ժամանակին, երբ Ռոնալդինոն համեստորեն համաձայնվել էր, որ կենդանության օրոք իր արձանը կանգնեցվի քաղաքի կենտրոնում, միայն այն բանի համար, որ գնդակին լավ է հարվածում, ապա պետք է հաշտվի նաև այն մտքի հետ, որ վատ հարվածելու դեպքում կարող են այն այրել։ Առհասարակ արձան տեղադրում են այն ժամանակ, երբ ավարտված են լինում լավ ու վատ բոլոր հարվածները, երբ մարդն անցած է լինում վաստակած հավերժական հանգստի, երախտագիտության ու երախտամոռության բեռը թողնելով սերունդներին, հավերժացնելով հիշատակը, այլ ոչ թե կյանքը։ Չէին կարծում, որ մեկ-մեկ որ մեզ մեղադրում էին, ասում են, այ մարդ ոնց կարային Հայաստանում Նիկոլ Փաշինյան ընտրեն։ Հիմա այդ նույն մարդիկ ինձ ասում են, դե լավ, դե Տրամփ ընտրելուց հետո էլ մենք ձեր վրա ինչ խոսանք։ Հա ժողովուրդ ջան, այս վիճակն է, այնքան նմանություն կա, ես չեմ հասկանում։ Լավ, ոնց կարա աշխարհի ամենահզոր երկրի առաջի դեմքը ուրախանա կենդանության օրոք իր արձանով։ Բայց դե ինչ արած, ես մոլորակի համար է ջանս ցավում, էլի։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։